Էդուարդ Աղաջանյան։ Շնորհակալ եմ։ Նախ Տիկին Հովսեփյան, ձեզ այստեղ հարցեր ուղղում եմ որպես հանձնաժողովի նախագահի թեկնածու, այլ ոչ որպես արցախցի։ Սա արձանագրենք եւ կարծում եմ այդ ձեր դիտարկումները ամենևին տեղին չեն։ Եվ գալով բուն հարցից 2025 թվականի մարտ ամսին մենք ընդունել ենք օրենք Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանը միանալու մտադրությունների մասին, որով ըստ էության սահմանել ենք մի նոր սանդղակ եվրոինտեգրման օրակարգում։ Դուք երկու անգամ ըստ էության այս հարցից խուսափեցիք, ուղիղ չպատասխանեցիք ոչ մի կերպ, ես ուզում եմ կրկնել հարցը արդեն այս համատեքստում։ Հաշվի առնելով, որ ունենք արդեն սահմանված սանդղակ Եվրամիության մեր օրակարգում, այն է մտադրություն միանալու Եվրամիությանը։ Արդյոք դուք որպես ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչ կամ ձեր քաղաքական ուժը կիսում է այս օրակարգը եւ դուք ասում եք եթե ներով մի խոսացեք, բայց ես չեմ ընդունում ձեր այս մոտեցումը, որովհետեւ պայմանականորեն կարելի է հարց տալ, եթե հիմա արտահերթ ընտրություններ լինեին, դուք կպաշտպանեիք Սամվել Կարապետյանի թեկնածությունը, թե կմիանայիք Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժին։ Վստահ եմ, այդ հարցի պատասխանը միանգամից կտայք, չնայած որ հարցը եթեով է։ Հիմա ես ուզում եմ հարցը տամ։ Եթե այսօր լիներ ուրեմն այն հանրաքվեն, որի մասին խոսում ենք, ձեր քաղաքական ուժը կողմ կլիներ միանալ Եվրամիությանը, թե մնալ ԵԱՏՄ-ում։ Շատ ուղիղ հարց, խնդրում եմ շատ ուղիղ կոնկրետ պատասխանեք։ Ես իհարկե հասկանում եմ, որ ինչպես ձեր ղեկավարն էր հայտարարել, որ դուք 7 տարի նույն դասարանում եք մնացել, դրա համար ստիպված եմ նորից կրկնել, գուցե ավելի ընկալելի լինի։ Օրենքը, որը որ ընդունվել է առհասարակ մեզ համար, բոլոր օրենքները պարտադիր իրականացման են։ Երբ որ մենք կարդում ենք այդ օրենքը, մենք որոշակի հարցեր է առաջանում, օրինակ, ինչ է թույլատրվում անել, որոշակիության հարց է առաջանում, ինչ է թույլատրվում անել, ինչ չի թույլատրվում անել։ Ցանկացած օրենք որ կարդում ես, քաղաքացին պետք է հասկանա, չէ՞, ինչ է թույլատրվում, ինչ չէ, ինչ գործիքակազմ պիտի կիրառվի այդ օրենքը իրականացնելու համար։ Եվ եթե այդ օրենքը առաջացնում է տարընթերցումներ, եթե գործադիրի ղեկավարը աշխարհի տարբեր կենտրոններում ստիպված է լինում բացատրել այդ օրենքը այս կողմով, այն կողմով, ապա այդ դեպքում հստակ մեզ մոտ հարցեր են առաջանում, ոչ միայն մեզ մոտ, քաղաքացիների մոտ, մենք եվրոինտեգրման քաղաքականությանը միանշանակ կողմ ենք։ Մենք կողմ ենք նրան, որ Եվրոպական միությունը տրամադրում է մեզ այնպիսի լուրջ գործիքակազմ, որով որ մենք կարող ենք արդիականացնել Հայաստանի բազմաթիվ ոլորտներ, բայց նաև դեմ ենք կեղծ օրակարգերին, հատկապես որ ձեր գործադիրի ղեկավարն է հայտարարում, որ նման այլընտրանք չկա։ Հիմա դուք հարց եք տալիս ինձ, այնպիսի հարց, որը որ գոյություն չունի ուղղակի։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Տիկին Հովսեփյան, ինձ թվաց ես շատ պարզ, շատ պրիմիտիվ հարց տվեցի, դուք 7-րդ դասարանից մնալու մասին խոսեցիք, ես կարծում եմ պետք է ինքնահայեցողաբար այս հարցին մոտենաք, ես կրկնում եմ հարցս եւս մեկ անգամ։ Եթե այսօր, հենց հիմա, լիներ հանրաքվե, հարց, Հայաստանը միանում է Եվրոմիությանը, Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, ինչպես դուք կդիրքավորվեիք որպես քաղաքական ուժ եւ որպես անհատ։ Եվ ուզում եմ մի բան շատ հստակ ասել Տիկին Հովսեփյան։ Իմ համար անձնապես այս հարցի պատասխանը անկյունաքարային նշանակություն ունի ձեզ ընտրելու հետ կապված, ինչու՞։ Որովհետև քիչ առաջ ես ասացի, որ մենք սահմանել ենք կոնկրետ սանդղակ Եվրամիության ինտեգրման համատեքստում։ Եվ եթե դուք եկել եք այդ սանդղակը իջացնելու այդ պաշտոնում, իմ համար շատ հստակ է որոշումը։ Ես ուզում եմ ձեզնից կոնկրետ լսել, որ դուք կողմ եք այդ այլընտրանքի պարագայում միանալ Եվրոպական միությանը։ Խնդրում եմ տրամադրեք ինձ համապատասխան տնտեսական, ֆինանսական, անվտանգային, իրավական բոլոր վերլուծությունները, որոնցից դատելով, որոնց հիմքում կա Հայաստանի Հանրապետության շահը,
այդ մասին հանձնաժողովում նստենք, քննարկենք, եւ եթե դա բխում է իսկականից Հայաստանի շահերից, մենք կարծում ենք տարաձայնություն չենք ունենա այս հարցում։ Տվեք ինձ այն բոլոր վերլուծությունները, որոնց հիման վրա մենք կարող ենք գալ այդ հարցի պատասխանին։ Այդ վերլուծությունները այսօր առկա չեն, մենք այս հարցը միայն մեկ հանձնաժողովի որոշելիք հարցը չէ, մենք կողմ ենք, բարձր հայտարարում եմ եվրոինտեգրմանը, մենք դուք ասում եք բարձր սանդղակ, բարձր եվրոինտեգրման բարձր սանդղակին, ձեր ասած ավելի բարձր սանդղակին ենք կողմ, բայց եթե խոսքը գնում է օրենքի հանրաքվեի մասին, մենք կողմ ենք որոշակիությանը։ Իսկ երբ որ դուք հարցնում եք անհատապես նաև ձեր կարծիքը, գիտեք, արտաքին գործերի ներողություն կանդրադառնամ, եթե անհատական անձնական կարծիքի մասին էլի հարցն չի, դրան կանդրադառնամ։